Զրուցում ենք միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, Էրդողան-Փաշինյան այս հանդիպումը ինչով է նշանավորվելու, մենք ինչ ակնկալիքներ պետք է ունենանք կամ հակառակը, ինչ կորուստների մասին արդեն պետք է մտածենք։ Փաշինյան-Էրդողան հանդիպումից ակնկալիք մենք բնականաբար չենք կարող ունենալ, որովհետև ակնկալիք ասած իր մեջ դրական իմաստ է արտահայտում։ Ակնկալիք Փաշինյանը ունի ինդուլգենցիա, այսպես ասենք, խաղաղություն բառը մեջ ներառող ինչ-որ մի հայտարարություն, բանավոր, եթե գրավոր է լինի, շատ ավելի ցանկալի լինի, որպեսզի ցույց տա հետևյալը, որ Թուրքիան քավոր է հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի, ինչ-որ մի հավաստիացման նման տեքստ է իրեն անհրաժեշտ այս հանդիպումից, որը կթափահարի իբրև դրոշակ մեր առջև, հայ ժողովրդի առջև, ասելով, որ ինքը բերում է բաղձալի խաղաղությունը, որ ինքը երաշխավորում է խաղաղության պայմանագրի այսպես կոչված ստորագրումը, նրա նպատակը կայանում է դրանում։ Բնականաբար հարցի մյուս կողմն էլ կա, թե դրա դիմաց ինչ գին է ինքը պատրաստ վճարել, այդ գինը մեր ազգային պետական շահերն են, այդ գինը Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի ինչ-որ կարգավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն ունենալն է առաջին հերթին։ Այդ գինը կարող է լինել ադրբեջանական նախապայմանների ինչպիսիք, ինչի մասին, որ վերջերս խոսում են 300,000 այսպես կոչված ադրբեջանցիների բնակեցման մասին։ Եվ իհարկե գինը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու դեմ ձեռնարկված արշավանքների ահագնացումն է հայաստանյան առաքելական եկեղեցին կազմաքանդելու նրա հանձնառությունները։ Պարոն Սողոմոնյան, երբ մենք վտանգների մասին ենք խոսում, դա այսպես հեռավոր ապագայի մասին չէ, հա, խոսքը։ Հիմա էլ արդեն վերեկացել գնացել է Թուրքիա Էրդողանի հետ հանդիպման, այնուամենայնիվ, երբ մենք այս վտանգների մասին ենք խոսում, նաև դրանք, չգիտեմ, այսօրվա, վաղվա մասին է։ Ինչ պետք է անել դրա դեմը առնելու համար, որովհետև ըստ էության մեզ ժամանակ էլ չի մնացել, եւ այդ կարճ ժամանակում էլ, ինչպես տեսնում ենք, որևէ բան չի պլանավորվում։ Կան քայլեր, որոնք հիմա մենք կարող ենք անել։ Վճռական վերաբերմունք ցույց տալ, խոսքը եթե գնում է քաղաքական միավորների, հասարակական քաղաքական միավորների մասին, պայքարել այս օրակարգի դեմ ամեն գնով, ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, ասել, որ անգամ եթե ինչ-որ պայմանավորվածության էլ գա, ինչ-որ բան էլ ստորագրի կամ ինչ-որ բան էլ հայտարարեն, դա Հայաստանի համար պարտադիր ուժ չի ունենալու եւ ընդհանրապես պատրաստվել իշխանափոխության այս պարագայում դեռևս դիտարկվում են ընտրությունները որպես իշխանափոխության հնարավոր տարբերակ, ես սակայն սահմանադրական ցանկացած այլ տարբերակ պետք է նկատի ունենալ եւ պատրաստվել դրան, այդ ասում ենք ինչ պետք է անենք, ինչ որ կախարդական փայտիկ չկա, մանավանդ որ քաղաքական դաշտն էլ այդպես լավ վիճակում չի գտնվում, հետեւաբար պետք է կարողանալ գոնե տնային աշխատանքը լավ կատարել, մեզ նրա զիջումների հանգամանքը իհարկե պետք է անհանգստացնի, բայց չպետք է հուսահատեցնի, որովհետեւ դրանով նրա զիջումներով մեր պայքարը չի ավարտվելու։ Անընդհատ այդպես եթե թողենք կզիջի, հետեւաբար պետք է շատ լավ պատրաստվել ընտրությունների, իսկ այդ պատրաստելը ինքը բազմակողմ է, հա, բազմաֆունկցիոնալ հանգամանք է եւ անպայման անել այնպես, որ այլևս գոնե 1 տարի հետո այլևս Նիկոլ Փաշինյանը չլինի Հայաստանի ղեկավարը։